Հայկական արտադրողների համար վերջին շաբաթները բավական լարված էին։ Ռուսական Wildberries էլեկտրոնային առևտրային հարթակում Հայաստանից վաճառքների սահմանափակումներից հետո բազմաթիվ գործարարներ կանգնել էին անորոշության առաջ։ Մաքսային նոր պահանջներ, լրացուցիչ ստուգումներ, փաստաթղթային խնդիրներ եւ վաճառքների դադարեցում այս ամենը մեծ դժգոհություն էր առաջացրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, որոնց համար հարթակը դարձել էր արտահանման հիմնական ուղիներից մեկը։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, տեղեկացնելով, որ այսուհետ Wildberries հարթակի միջոցով Հայաստանում, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ է ունենալ ծագման սերտիֆիկատ։ Փաստաթուղթը ստանալու համար գործարարները կարող են դիմել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ։ Նախարարությունը նաև մանրամասնել է անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկը։ Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում պահանջվում են համապատասխանության սերտիֆիկատ եւ որակի հայտարարագիր։ Դրանց ստացման համար տնտեսվարողները կարող են դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին։ Այն ապրանքների դեպքում, որոնք պարտադիր սերտիֆիկացման ենթակա չեն, անհրաժեշտ կլինի ծագման սերտիֆիկատ կամ ապրանքի ծագումը հաստատող այլ փաստաթղթեր, հաշիվ ապրանքագիր, լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն եւ այլ հիմնավորող տվյալներ։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար արդեն պահանջվում է մաքսային հայտարարագիր։ Փաստաթղթային գործընթացների հետ կապված հարցերի դեպքում նախարարությունը գործարարներին առաջարկում է դիմել Wildberries-ի տեխնիկական սպասարկման կենտրոն։ Նախարարությունը հորդորում է հնարավորինս շուտ սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի նոր համակարգի անցումը տեղի ունենա առանց լուրջ խոչընդոտների ու ուշացումների։ Հիշեցնենք, օրեր առաջ Wildberries-ը փաստացի դադարեցրել էր Հայաստանից որոշ վաճառքներ։ Ընկերությունը պարզաբանել էր, որ սահմանափակումները կապված են Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպումների նոր պահանջների եւ առանձին ապրանքների խմբերի նկատմամբ վերահսկողության խստացման հետ։ Այդ պատճառով հայկական ապրանքների մի մասը բախվել էր լրացուցիչ ստուգումների եւ տեսակավորման կենտրոններում ուշացումների, սակայն արդեն այժմ հարթակը հայտարարում է հայկական արտադրության ապրանքների վաճառքների փուլային վերականգնման մասին։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն պետական մարմինների, գործընկերների եւ շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում որոշ ապրանքների քարտեր արդեն կրկին հասանելի են դարձել Հայաստանի սահմաններից դուրս։ Բացի այդ, Wildberries-ը խոստանում է վաճառողներին տրամադրել անհատական տեխնիկական աջակցություն եւ օժանդակություն ապրանքների առաջխաղացման հարցում։ Ընկերությունը նաեւ հայտարարում է, որ հարթակում կգործարկվի հատուկ բաժին, պատրաստված է Հայաստանում նշումով, որտեղ ներկայացված կլինեն հայկական արտադրության ապրանքները։ Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակը Հայաստանում տարբեր գնահատականների տեղիք է տվել։ Եթե պաշտոնական կողմը շեշտում է, որ խնդիրը հիմնականում տեխնիկական եւ մաքսային կարգավորումների դաշտում է, ապա հանրային ու քաղաքական շրջանակներում արդեն հնչում են տեսակետներ, թե գործընթացը միայն տնտեսական բնույթ չունի։ Որոշ գործարարներ եւ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ նոր պահանջներն ու սահմանափակումները կարող են լրացուցիչ բեռ դառնալ հայկական արտադրողների համար, հատկապես այն պայմաններում, երբ ռուսական շուկան շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Այս փուլում, սակայն, թե իշխանությունները, թե հարթակի ներկայացուցիչները վստահեցնում են, գործընթացը կարգավորման փուլում է, իսկ վաճառքների ամբողջական վերականգնումը ժամանակի հարց է։ Մինչ այդ հայկական բիզնեսը ստիպված է արագ հարմարվել նոր պահանջներին, պահպանելու արդեն ձևավորված շուկաներն ու վաճառքի ծավալները։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։